Ռոզալիա Աբգարյան, հայրենական մեծ պատերազմի մասնակից, վետերան, կամավոր, վաստակավոր ուսուցչուհի։ Արժանացել է հայրենական պատերազմ առաջին աստիճանի շքանշանի, Մարշալ Բաղրամյանի մարտական սխրանքի համար և այլ մեդալների։ Դպրոցական տարիներին Ռոզալիան Մոսկվայում մասնակցել է պատանի կապավորների հանրապետական մրցույթին և հաղթող ճանաչվել։ Դպրոցն ավարտելուց հետո 18 տարեկանում Ռոզալիան եռամսյա կուրսեր անցել է և մեկնել ռազմաճակատ, եղել է կապավոր։ Մասնակցել է Ուկրաինայի, Ռոստովի, Նովոսիբիրսկի, Կրասնոդարի, Լեհաստանի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Ռոզալիա Աբգարյանի մարտական ուղին ավարտվել է Պրահայում։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Թիֆլիս և 1945 թվականի վերջին ամուսնացել։ Ամուսինը Եզնիկ Նալբանդյանը եղել է զինվորական, ծառայել է Լեհաստանում։ Ամուսնությունից հետո նրանք մեկնել են Լեհաստան, իսկ ամուսնու զորացրվելուց հետո վերադարձել Հայաստան, որտեղ ամուսինն աշխատանքի է անցել Հայաստանի ներքին գործերի համակարգում։ Ռոզալիան ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Ներկայումս Ռոզալիա Աբգարյանը 102 տարեկան է և վայելում է ժողովրդի սերը, ուշադրությունն ու հարգանքը։ Հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև ներդրած մեծ ավանդի հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար պարգևատրվում է Unique Awards ազգային մրցանակով։ Պատերազմի վետերան Ռոզալի Աբգարյանին են ուղեկցում այս պահին գեղեցկուհիները, մեզ համար որ մեծ պատիվ է բևում գտնվելու, շնորհակալություն հայտնելու, համեցեք։ Շնորհավորում ենք և ասեմ, որ մեր բոլոր հյուրերը անկեղծ ասած ձեր խոսքին են սպասում։ Հանձնեմ ձեզ։ Սիրելի ընկերներ, ես շատ ոգևորվեցի իմանալով, որ ինձ են պարգևատրել։ Շատ շնորհակալ եմ, որ հաշվի եք առել իմ ծառայությունս, դժվար պատերազմի տարիները և այդ բոլորը գնահատել եք։ Շատ և շատ շնորհակալ եմ։ Իմ կողմից ծաղրանում եմ, որպեսզի դուք առողջ լինեք, երջանիկ, հաջողություն ունենաք և երկար առողջ ապրեք։ Ստիպսում։ 101 ամյա Ռոզալիա Աբգարյանի ցանկացած բառը, խոսքը, նախադասությունը այս պահին մեզանից յուրաքանչյուրի համար օրհնություն է հավասարազոր։ Եկեք օրհնությունը ընդունենք, ծափահարենք ու ևս մեկ անգամ ասենք շնորհակալ ենք։